Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդամենը 36 ժամ է մնացել։ Այս օրերին սոցցանցերի ձեր լրահոսը թերթելիս հաճախ հանդիպած կլինեք գովազդների, որտեղ հնչում են ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի թեզերը։ Շատ հաճախ այդ հոլովակները հրապարակվում են կեղծ կամ անհայտ էջերի կողմից։ Փաստորեն այս թողարկմանը կպատմենք, թե ինչպես է աշխատում ստվերային քարոզչությունը սոցցանցերում եւ ինչպես են փորձում ազդել ձեր ընտրության վրա շրջանցելով թափանցիկության կանոնները։ Սոցիալական մեդիայում թափանցիկություն ապահովելու համար Մետա ընկերությունը ստեղծել է գովազդների գրադարան։ Ըստ ընկերության կանոնակարգի, քաղաքական կամ ընտրական բովանդակություն ունեցող ցանկացած գովազդ պարտադիր պետք է ունենա հատուկ մակնշում, որպեսզի օգտատերը հստակ տեսնի, թե ով է ֆինանսավորել այն։ Բայց հետքի լրագրողների աչքից չեն վրիպել քաղաքական այնպիսի գովազդներ, որոնք չեն ունեցել այդ պարտադիր մակնշումը։ Ապրիլ ամսին Facebook-ում նկատեցի մի գովազդ քաղաքական, որը մակնշված չէր որպես քաղաքական։ Գործընկերոջս հետ սկսեցինք ուսումնասիրել արդյոք այդպիսի գովազդները շատ են թե ոչ, եւ այդպես գրեցինք մեր առաջին նյութը, որը մինչ պաշտոնական քարոզարշավ անկած ժամանակահատվածին էր վերաբերում։ Եվ պարզեցինք, որ բազմաթիվ կեղծ էջերով գովազդներ են շրջանառվում, հիմնականում քաղաքական բովանդակություն, դրանց մի մասը աջակցում էր այս կամ այն ուժին, իսկ մի մասը վարկաբեկում էր քաղաքական ընդդիմախոսներին։ Մետայի թափանցիկության կանոններով գովազդների գրադարանում 7 տարի ժամկետով պահվում են բացառապես սոցիալական խնդիրներ, ընտրություններ կամ քաղաքականություն կատեգորիայի գովազդները, որոնք ակտիվ են կամ արդեն ավարտված։ Իսկ եթե գովազդատուն ընտրում է այլ կատեգորիա, ապա այդ գովազդը հանրությանը հասանելի է լինում միայն այնքան ժամանակ, քանի դեռ ակտիվ է։ Սա հարմար մեխանիզմ է քաղաքական քարոզչության իրական հետքերը ու ծախսված գումարների չափը արագ ջնջելու համար։ Բացի այդ, քարոզարշավին մասնակցող անհայտ էջերը հաճախ նաև կեղծ տվյալներ են ներկայացնում։ Օրինակ, որ վճարողը սրտացավ Հայաստանն է, բայց այդպիսի անունով իրավաբանական անձ գոյություն չունի։ Այդ կեղծ էջերի մեծ մասի պարագայում չկա քաղաքական գովազդի մակնշումը։ Սա բերում է նրան, որ մենք չենք կարողանում ընդհանուր պատկեր ունենալ, թե քաղաքական գովազդների վրա որքան գումար է ծախսվել։ Որոնք էլ որ ունեն մակնշում, դրանց տվյալները կեղծ են։ Օրինակ նշված է, որ գովազդի համար վճարել է Armenian News-ը, բայց այդպիսի իրավաբանական անձ չկա։ Հետքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այս էջերն ունեն գործելավոճի ընդհանուր օրինաչափություններ։ Դրանց մի մասը ստեղծվել կամ անվանափոխվել է 2023 թվականի օգոստոս-սեպտեմբերին Երևանի ավագանու ընտրությունների նախաշեմին։ Մյուս կողմից էջերը կտրուկ ակտիվացել են համապետական ընտրությունների նախաշեմին։ Facebook սոցիալական ցանցում խաղաղություն անունով էջը ստեղծվել է 2023 թվականի օգոստոսին։ Այս ժամանակ կոչվում էր One Yerevan։ 2026 թվականի մարտի 31-ին անվանափոխվել է Խաղաղություն։ Այս էջում տարածվում են իշխող ուժի թեզերը, բայց գովազդի վճարողին ու վճարման չափը չենք տեսնում, քանի որ գովազդի այլ կատեգորիա է ընտրվել։ Քեզ համար Հայաստան Facebook-յան էջը ստեղծվել է 2026 թվականի մայիսի 19-ին։ Այժմ ունի ընդամենը 1 հրապարակում՝ Լոռու մարզպետի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպման մասին։ Այս էջի գովազդվող նյութերից երկուսը Մետայի կողմից արգելափակվել են, քանի որ չեն ունեցել համապատասխան մակնշում։ Որոշ էջեր էլ թիրախավորում են ընդդիմադիր քաղաքական գործիչներին, տարածելով կեղծ եւ վարկաբեկող հրապարակումներ։ Ընդդիմադիր գործիչներն էլ անմասն չեն մնում սոցիալական ցանցերում այս գործելավոճից։ Օրինակ, Աբոն խոսում է Facebook-յան էջը ստեղծվել է այս տարվա մարտի 27-ին։ Ըստ Մետայի տվյալների, այն կառավարվում է Նիդերլանդներից։ Էջում վերջին ակտիվ գովազդը եղել է մայիսի 19-ին։ Այդ օրը եղել է նաեւ էջի վերջին հրապարակումը։ Գովազդները համապատասխան մակնշում չեն ունեցել։ Մեկ այլ դեռ 2023 թվականի օգոստոսի 14-ին ստեղծված Սրտացավ Հայաստան էջը սատարում է ուժեղ Հայաստան կուսակցությանը։ Այս հարթակի գովազդներում որպես վճարող նշվում է հենց Սրտացավ Հայաստանը, ինչը դարձյալ հնարավորություն չի տալիս նույնականացնել իրական ֆինանսավորողին կամ կառավարողին։ Գովազդային արշավներում եւ հրապարակումներում օգտագործվում է նաեւ արհեստական բանականության միջոցով ստեղծված վիզուալ բովանդակություն։ Իսկ ինչպես է համացանցային քարոզչությունը կարգավորվում իրավական դաշտում եւ ինչ է սահմանում օրենքը։ Ընտրական օրենսգիրքը հստակ պահանջներ է սահմանում համացանցում նախընտրական քարոզչության համար։ Ըստ այդմ, քարոզարշավի ժամանակ համացանցում նախընտրական քարոզչությանը վերաբերող վճարովի հիմունքներով նյութեր եւ տեսանյութեր կարող են տեղադրվել միայն թեկնածուի, կուսակցության կամ նրա ներկայացուցչի հետ կնքված գրավոր պայմանագրի հիման վրա, նախընտրական հիմնադրամի միջոցների հաշվին։ Քարոզչական նյութերում պետք է լինի նախընտրական քարոզչություն լուսագիրը եւ նշվի, թե ով է պատվիրատուն։ Ընդգծենք, որ այս դրույթը վերաբերում է միայն նախընտրական քարոզարշավի փուլին, բայց սոցիալական ցանցերում քարոզչական բնույթ ունեցող գովազդներ սկսել են տարածվել պաշտոնական քարոզարշավից դեռ շատ առաջ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանն ասում է. պետությունը չի կարող իր կանոնները պարտադրել արտասահմանյան կազմակերպություններին, ինչպիսին ամերիկյան Մետան է։ Փոխարենը ամբողջ պատասխանատվությունը դրվում է ընտրություններին մասնակցող ուժերի վրա։ Մեր օրենսդրությունը չի կարող այլ երկրների տարածքների կամ տրանսնացիոնալ ընկերությունների վրա տարածվել։
Մենք սոցիալական հարթակներին չենք կարող պարտադրել ինչ-որ բան անել։ Մենք ուղղակի կուսակցություններից ենք պահանջում, եթե իրենք սոցիալական հարթակներում գովազդ են դնում, անպայման պիտի բերեն պայմանագրով ու վճարման անդորրագրով հայտարարեն, որ այդպիսի ծախս ունեն։ Չնայած իրավական ուղղակի լիազորությունների բացակայությանը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Մետայի հետ համագործակցելով մոնիթորինգ է իրականացնում եւ փորձում հեռացնել տվյալներ չունեցող էջերի գովազդները։ Սա մեզ համար նոր աշխարհ է։ Անընդհատ ի հայտ են գալիս նոր գործիքներ, որոնք 1 տարի առաջ չկային։ Օրենսգիրքը սահմանադրական օրենք է, որը չի կարող ամիսը մեկ փոխվել։ Իմ պատկերացմամբ այս խնդիրը պիտի օրենսգրքում արտացոլվի այն տարբերակով, որ պատվիրակվի ԿԸՀ-ին։ Ասի դու քո նորմատիվ որոշումներով սա կարգավորիր։ Այդ դեպքում ԿԸՀ-ն կկարողանա այս ժամանակակից աշխարհում անընդհատ նորություններին արագ արձագանքել։ Քանի դեռ թվային միջավայրի վերահսկողության իրավական հարցերը մնում են պատկան մարմինների տիրույթում, դիտարկենք այն քաղաքական գովազդները, որոնց պատվիրատուները հայտնի են։ Եկեք հասկանանք, թե քաղաքական ուժերը մայիսին որքան գումար են ուղղել պաշտոնական մակնշմամբ քաղաքական գովազդներին։ Ըստ Մետայի գովազդների գրադարանի հաշվետվության, մայիսի 2-ից 31-ը մակնշված քաղաքական գովազդների տիրույթում ֆինանսական հիմնական միջոցները բաշխվել են մի քանի ուժերի միջև։ Ծախսերի ծավալով առաջատարը ուժեղ Հայաստան դաշինքի Facebook-յան էջն է, որը 104 գովազդային հրապարակման համար ծախսել է ավելի քան $148,000։ Ծախսերի մեծությամբ հաջորդում են Ռոբերտ Քոչարյանի պաշտոնական էջը շուրջ $48,600 եւ իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը մոտ $30,800 ցուցանիշով։ Քաղաքացիական պայմանագիրը եւս երկու գովազդ է միացրել $714 ընդհանուր արժեքով, բայց դա արել է առանց պարտադիր մակնշման։ Լուսավոր Հայաստան կուսակցությունը ծախսել է շուրջ $16,700, իսկ Հայաստան դաշինքը ավելի քան $14,600։ Մյուս ուժերի եւ գործիչների, այդ թվում Արման Թաթոյանի, Հանրապետություն կուսակցության, Հայ ազգային կոնգրեսի եւ Հայկ Մարությանի Facebook-յան էջերով կատարված ծախսերը տատանվում են 1000-ից $4,500 սահմաններում։ Փաստորեն համացանցային քաղաքական քարոզչությունը ընթանում է երկու ուղղությամբ։ Պաշտոնական էջերի ծախսերն ու պատվիրատուները տեսանելի են, իսկ այն էջերը, որոնք հստակ կապ չունեն այս կամ այն քաղաքական գործչի հետ, բայց ենթադրաբար կառավարվում են դրանց կողմից, տարածում են հիմնականում չմակնշված գովազդներ, այդ կերպ թաքցնելով ֆինանսավորման աղբյուրները։ Սոցիալական հարթակների օգտատերերին այս պայմաններում մնում է միայն քննադատաբար մոտենալ իրենց մատուցող բովանդակությանը եւ ուշադիր լինել տեղեկատվության աղբյուրներին։